Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք երկրի թիվ 1 թոք շոուին։ 25-ամյա Գրիգորն այսօր ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել։ 2011 թվականի ամառային հանգիստը Գրիգորի համար ճակատագրական եղավ։ 3 տարվա բուժումների արդյունքում Գրիգորի մոտ այսօր առողջական առաջընթացն արդեն նկատելի է։ 2011 թվականին տեղի ունեցածի, դրա հետևանքների եւ մանրամասների մասին երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում դեպի երազանքներ կիսաբաց լուսամուտներից ներս։ Դեպքի մանրամասների մասին ես առաջարկում եմ զրույցը սկսել մեր այսօրվա գլխավոր հյուրի մայրիկի հետ, տիկին Վարդանուշ Դանիելյանը գալիս է կիսաբաց լուսամուտներից ներս, դիմավորեք։ Բարի երեկո, շնորհակալ եմ կիսաբաց լուսամուտներին դիմելու համար եւ այսպես 2011 թվական հունիսի 22 երեկոյան ժամն էր եւ դուք զանգ եք ստանում։ Հա, դեքոր կինս ինձ եկավ, ասաց այսպես Գրիգորս տուսներ, ինքը ընկերովի տուսներ, չէի սպասում այսպես բաներ, ինքը շատ հանգիստ ու ակտիվ տղա եղել ինքը միշտ էլ։ Ասեց պասպորտը վեր գալ, Գրիգորին ինչ-որ ներքև ենք ինձ խաբեցին, հիվանդանոցն է ինքը, Ախցխաու հիվանդանոցում ենք ապրում ենք Ախցխաու գյուղերից, մոտիկ գյուղեր, պասպորտը վեր գալ կարող է ուրիշ քաղաք տանեն։ Հետո գնացի տղայիս մոտ ինքը գիտակցությունը տեղն էր ամեն ինչը, մա ասեց ոտքերս չեմ զգում, դե Ախցխայում վեց բժշկություններ չկար, սրոշնի գնացինք գիշերով Թբիլիսի գնացինք, հետո մյուս օրը ավերացի արեցին, շատ կեշ էր տղայիս վիճակի ժամանակ։ Եկեք մինչև ժամը 7-ը հասկանանք, թե ինչ էր տեղի ունեցել եւ ինչի արդյունքում էր ձեր որդին հայտնվել նման իրավիճակում, որ ստիպված էիք գնալ Թբիլիսի բուժօգնություն ստանալու համար, քանի որ ձեր տարածաշրջանում բուժօգնություն պարզապես այդ դեպքում հնարավորություն չեղավ ցուցաբերելու։ Տղաներով գնացել էին հանգստանալու։ Տղաներով դուրս էին գնացել գյուղի մեջ։ Հանգիստ նստել են, հաց կուտեն եղել։ Ընկերը ինչ-որ հարբած վիճակում է եղել, ինչ է եղել, ինձ ձևի եղել, որ մեքենան հետևից է եկել, հետևի կողմով եկել իրեն խփել է ինքը չէ վայ ռուլը, ինչ-որ մեքենա հետև կով եղել է, ինք հարբած վիճակում եղել, դիք մի աստված գիտե, բայց իրար հետ վաբշե հաշիվ չեն ունեցել, իրենք շատ լավ ընկերներ են եղել, այդ ով որ խփել է, դրա ընկերը Պաստանի մեր տունն է գնում գալիս եղել, իմ երեխիս հետ մոտիկ ընկեր է եղել։ Ձեր միակ զավակն է։ Միակ զավակս է, հա։ Ինչու։ 94 թվականի ժամանակ ինձ հետ էր դեպքի պատահել, իմ երեխաս 5 տարեկան էր այդ ժամանակ։ Ես էլ գնացքից եմ ընկել, ես ուժեղ տրամվայ եմ տարել, գլուխս ջարդված է եղել տարես ժամանակներում։ Մինչև ոտքի եմ ես կանգնել, շատ տեղեր եմ օգտագործել, դե քանի տարի։ Այդ ժամանակվա ընթացքում հետո է դղաս արդեն մեծացավ։ Այսինքն առողջական խնդիրների պատճառով է, որ առողջական խնդիրների պատճառով։ Քույր կամ եղբայր չունեցի չնվիրեցիք Գրիգորին։ Ինչ տեղի ունեցավ, երբ նրան տեղափոխեցիք արդեն Թբիլիսի։ Այնտեղի բժիշկները ինչ ասեցին։ Թբիլիսի բժիշկները ասեցին ինչ դեպք է եղել, ես լրիվ չգիտեի ինչ էր կատարվել, ինձ խաբել էին, դե ընկել է բանջրտեղից ներքև է ընկել քարերի վրա։ Ես չգիտեի մինչև այդ ժամանակ Թբիլիսում ինչ է կատարվել, մեքենայի խփել, ինչ եղել, բավարար չէի իմացել ես։ Հետո ամուսինս Մոսկվա է աշխատում, ինքն ինձ զանգեց, մեն որ ով որ գցել է, դրա հորեղբայրը հետներ էր ինքը, Թբիլիսի եկե, ինքը ասեց, մենք կանգնած ենք, այս ամուսինս զանգեց, միլիցիա բավարար չդասավ։ Ես Ռուփիկի եղբայրն է ցկե մեքենայի տակ։ Ես բավարար ոչ էլ գիտեի ինչ է պատահել։ Ես դոշնի չէի իմանում ինչ կատարվի հետս։ Տղաս վիճակին շատ կեշետրություն էր են։ Հետո մենք ոչ միլիցիային տվել, ոչ էշ մի բան, դե երենք 2000 լարի այնտեղած փողով, մե այդ ժամանակ են փող տվել մեզի որպես օգնություն, ամեն ինչով մենք կանգնիկ դուք միլիցիա միք տա, ասեցին։ Իմ ամուսինս ասեց, չենք տա, ինքը այդ տղայից ասացել է, տղաս ասել է, ես միլիցիա բավարար չեմ տա ձեզի, մենք կօգնենք ձեզի,
մինչև այսօրս ոչ ծանգում են, ոչ օգնում են, մենք 15 օր հիվանդանոց ենք մնացել։ Դեպքից հետո որևէ մեկը այլևս չարձագանքեց խոստումների տեղը չեղավ։ Չէ, չէ, արձագանք է։ Ուրեմն 15 օր մենք մնացել ենք Թբիլիսի այդ հիվանդանոցը, 15 օր ամեն մի օրը մենք տվել ենք $400, ամեն մի օրը, շատ թանկ հիվանդանոց էր, այդ տեղերից բացի, ամեն տեղերն են մենք ենք վերցնելու այդ ժամանակը, վաբշե ոչ փող են տվել, հետո են մենք տուն ենք եկել, Ախացխա գյուղ ենք կավրում, տղաս նորից ջերմության մեջ, միլիցիաները իմացել են եկել են, բայց մենք ոչ միլիցիա ենք տվել, ես եղել եմ Թբիլիսի տղայիս մոտ եմ մնացել, իմ ամուսինս հաջող անցավ, նորից ինքը գնաց գործի այնտեղ Մոսկվա, որ ինքը աշխատի փող ուղարկի, որ տղայիս բերքի փող հասցնենք, հետո միլիցիան եկավ մեր տանը մեջ, տղաս չէ իմացել ինչքան ես փող եմ ծախսել, հəbə ես բողոք չունիմ սավ իրեն, նոր համար որ այդ տղան ինքը ասել ես ամեն ինչով կօգնեմ սավ ձեզի, տղաս որպես կայնավ, որպես ընկերոջը եղբայրն է, ինքը օգնե պիտի։ Այդ աղբեր ինքը եկավ մեր տունը, իմացավ որ ինքը չի օգնե, եկավ մեր տունը, հետո հանեցին խոսեցին, դա ես իբր գնացել միլիցիան բողոք եմ երը, ինձ միլիցիա եմ տվել, դրա համար հետ կայնան։ Ինք ուզում էր օգնել մեծ եղբայրը, որն Գրիգորիս հետ ընկերություններ անում։ Հետո իրեն մաման ասեց, իրեն մաման մեզի միլիցիա է դու, մենք ես կամ փող տվել ենք միլիցի, մենք չենք կարող նրան օգնել։ Բայց ես վաբշե միլիցիա վաբշե չեմ տվել։ Ես Պաստանի տղաս ենքան կեշտրության եղու, տղայիս կողքին եմ եղել։ Ես առաջարկում եմ փոքրիկ դադար, որից հետո մենք արդեն կծանոթանանք Գրիգորի հետ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են, ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին եւ ջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ 25-ամյա Գրիգորն այսօր ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել։ 2011 թվականի ամառային հանգիստը Գրիգորի համար ճակատագրական եղավ։ 3 տարվա բուժումների արդյունքում Գրիգորի մոտ այսօր առողջական առաջընթացն արդեն նկատելի է։ 2011 թվականին տեղի ունեցածի, դրա հետևանքների եւ մանրամասների մասին երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում դեպի երազանքներ Կիսաբաց լուսամուտներից ներս։ Դեպի երազանքներ Կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնալով հեռուստատեսային տաղավար հիշեցնում ենք ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին կարողանանք պայքարել այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում։ Կամ եթե ցանկություն ունեք ցուցաբերելու նյութական օգնություն, ապա զանգահարեք +374 60 50 33
17 մեր տաղավարում է արդեն Գրիգորը, բարի երեկո։ Գրիգոր, եթե կարելի է առաջին դեմքով լսենք, ինչ է տեղի ունեցել այդ օրը, ինչ միջադեպի արդյունքում է, որ դուք այսօր այս վիճակում եք։ Ընկերներով նստած էին կանաչ տեղեր, տենց տարածություններ, դաչայի նման։ 2-3 բաժակ նոր էինք նստել, քեփի նման բան էինք տենց անում, հաց, բան ծանոթ մարդիկ էին, որ ընկերներով ավելի շատ ծանոթություն։ Ընկերոջ աղբերը հետևից որ եկավ ավտոյով, քանի որ կանաչ տարածություն էր, արկելակները չպայեց, ես հենց այս դիրքով մեջքով էի նստած, արկելակները չպայեց, այս մասից խփեց, հենց ավտոն վրովս անցավ։ Դեպքին հաջորդող առաջին հիշողությունը որն է։ Հիշում եք, երբ արդեն Թբիլիսիի հիվանդանոցում եք։ Սկզբից հիշում եմ, ոնց են ավտոյի գիտակցության մեջ եք եղել։ Հա, հենց սկզբից որ հանեցին, նստացրեցին, այս մասերս այրում բաներ, ես մտածում էի երևի ինչ որ լուրջ բան չկա։ Կկանգնեմ, լավ կլինի ամեն ինչ, հետո որ արդեն ձեռներից տակից բռնին բարձրացեցին, տեսա որ ստեից ներքև ոչի բան չեմ զգում, ոտերս այդ ժամանակ շատ վախեցա։ Արդեն դրանից հետո շտաբօգնություն չեն կանչել, մեքենայով են տարել մեր աղցկայի հիվանդանոց, այնտեղ ռենտգեն արեցին, նկարեցին, տեսան որ վիճակը ծանր էր, քանի որ ողնաշարի կոտրված կար, ուղարկեցին շտաբօգնությունով Թիֆլիսի հիվանդանոց։ Ժամը 7-ի կողմերը դեպք եղավ, մինչև Թիֆլիս ասանք ժամը 12-ի կողմերն էր գիշերը։ Գրիգոր, ինչ վիրահատական միջամտություններ են եղել։ Վիրահատել են, քանի որ 7-րդ ողոսա վնասվել եւ պլատինով ֆիքսել են Թիֆլիսում։ Սկզբից որ պիտի վիրահատեին, իրանք ասում էին 50-50, քանի որ ծանր ա եղել վիճակը, կմնա կամ չի մնա։ Հետո որ վիրահատել էին, քանի որ օրգանիզմս առողջ էր եղել, սիրողական սպորտով էի զբաղվել, ու չէի ծխե բան չէի արասել էին փառք Աստծո, քանի որ օրգանիզմը առողջ է, մինչև էդի բժշկի մոտ չի եղել, վիրահատությունը շատ լավ անցեք, վերականգնվի, բայց ժամանակա պետք։ Այսօր ձեր բուժման փուլը, հա, եթե կարելի է մինչև ավարտը, ինչ կետի վրա է գտնվում։ Զգացողությունս դեպքից հետո մինչև կծկավանդայից ներքև ոչի բան չեմ զգացել, բայց հիմա լրիվ վերականգնվել է մարզումների ֆիզիոթերապևտի շնորհիվ։ Հիմա զգացողությունս կա, մնացել է մենակ որ շարժեմ, իսկ շարժելու համար պիտի մեկնեմ արտասահման, որ բուժումը շարունակեմ, որ քայլեմ։ Արտասահմանը շատ լայն հասկացողություն է, կոնկրետ որ երկիր Գերմանիայում։ Ինչ մոտավոր արժեք ունի այն բուժման process-ը, որը նախատեսված է ձեզ համար։ Սկսելու համար իմ ինֆորմացիայով կոնկրետ չեմ կարող ասեմ, 10-ից 12000 եվրո է պետք սկսելու համար բուժումը, քանի որ դիագնոզը ուղարկելը ոչ մի արդյունք չէր տա, քանի որ իմ դիագնոզի մեջ նշած է, որ ինչ որ նշած է չի համապատասխանում։ Հիմա իմ մոտ ավելի շատ փոփոխություն կա, այսինքն վիրահատող բժիշկը ինչ որ նշել է, հիմա իմ վիճակը շատ լավ է։ Այնպիսի փոփոխություններ կան, ինչ որ դիագնոզի վրա գրածով չպիտի լիներ։ Կոնկրետ տեսնեն, որ հասկանան ինչ կարելի է անել։ Այն ընկերները, որոնք ձեր կողքին անմիջապես կանգնած են եղել եւ ովքեր որ բնականաբար, չգիտեմ, մեղքի զգացողություն ունենալով, պատճառ լինելով են ամենին ինչ որ հիմա կատարվում է, հա, եւ ինչ վիճակում դուք որ եք այսօր, խոստացել են ձեր կողքին կանգնած լինել։ Ավելի շատ իրանք ընկերներ չեն եղել, ինձ անող ընկերոջ աղբերն ա եղել, իմ ընկերներից դե մարդ չի եղել, ընկերս Ռուսաստանում էր, քանի որ իրա ծանոթներն են եղել, տենց դե մեր գյուղի մարդ ա եղել, բոլորս էլ իրա ճանաչում էինք։ Այդ ժամանակ հա եկել գնացել են։ Բայց որ ասեմ ինչ որ բանով օգնել են, չեն օգնել, ուղղակի եկել գնացել են։ Ինչու՞։ Ասել եմ միջոցներ չունենք։ Ամբողջ ծախսերը մինչև հիմա պապաս արտերկում Մոսկվայում աշխատում ինքն է օգացել, մինչև օրս։ Քանի որ վերականգնական բուժումը ինձ սկսել ենք, մինչև օրս շարունակում եմ անընդհատ։ Վերջերս նաև արդեն Երևանում եք։ Քանի որ այնտեղ մասնակիցներ չկան, եկա Երևան, վարձով Երևանում ենք բնակվում, ամեն ինչ պետք է արել եմ, տանն եմ մարզումներս անցկացնում ֆիզիոթերապևտից հետ։ Եթե մենք համեմատում ենք 2011-ի դեպքը եւ այս 3 տարիների անցած ճանապարհը, 3.5 նույնիսկ, հա, ինքներդ ինչ գնահատական եք տալիս արդյունքին, ինքնազգացողությանը ու փոփոխություն շատ կա, շատ փոփոխություն կա, փառք Աստծո, որ հիմա շատ լավ է։ Փոփոխություն ասվածը որն է, ինչն է ավելի լավ ձեզ մոտ։ Այսինքն այն ժամանակ նստել էլ չէի կարող, ես շատ թույլ էի, շունչեր կտրվում, ահավոր վիճակում էի։ Զգացողություն ընդհանրապես ոչի բան չէի զգում, հիմա զգացողությունս վերականգնվել է, ուժերս վերականգնվել է այդ պարապմունքների շնորհիվ։ Մենակ մնացել է շարժը, որ շարժեմ ու քայլեմ ոտքերս։ Ես ուզում եմ նաև տաղավար հրավիրել ձեր ֆիզիոթերապևտին, պարոն Երվանդին Լոքյան, ով եւս այստեղ է եւ փորձում է պայքարել ձեր առողջականը վերականգնելու համար։ Դիմավորենք նրան։ Բարի երեկո Երվանդ։
Ինչպես կներկայացնեք մեզ Գրիգորի առողջական վիճակն այսօր եւ այն անցած ճանապարհն ինչ արել եք միասին։ Սկզբնականում չուներ գրեթե ստորին վերջույթում ոչ մի տեսակի զգացողություն, չէր կարում շատ մկաններ զգալ, հիմա զգում է իր մակարդակում տեղի ունեցած ինչ խնդիր կա, մկանները զգում է բոլորը։ Վերականգնվում է նյարդային այդ Չէ, ողնուղերի հետ ինքը որոշ չափով հա, որովհետև վերջի վերջո զգացողությունը էլի կախված է ողնուղերից։ Իրահատությունը դուք տեսել եք, դա թույլ է տալիս, որպեսզի այդպիսի մարզանքներ արվի եւ քայլելու եւ այլնի հետ կապված։ Պրակտիկայում եղել է մարդիկ, ովքեր արտասահմանում ստացել են համապատասխան վիրահատություն եւ փոփոխություն տեղի ունեցել է։ Օրինակ եղել է սկզբնականում դաստակի տարածում են ունեցել, ցողունային պատրաստումից հետո արդեն տալիշն է առաջ եկել, երկու մատի ֆունկցիա է առաջ եկել։ Իսկ ողնուղեղը ինչպիսի վնասվածք ունի, որպեսզի վերականգնումը հաշվի առնվի։ Դուք այդ ամեն ինչը ենթակա փաստորեն վնասվածք է, չէ՞։ Դերա մոտ ըստ Վրաստանի տվյալներով տվել են լրիվ վնասվածք ողնուղեղային ցևեց մակարդակում։ Հա, այսինքն բայց վնասվածքը վերականգնման ենթակա է, չէ՞, լրիվ եթե արվի որոշակի։ Հիմա իր մոտ զգացողություն ունի, որովհետև մեզ թույլ է տալի ենթադրել, որ որոշ չափով ողնուղեղը վերականգնվել է։ Բնականաբար։ Ես իմ կողմից կխնդրեմ ուղղակի, եթե հնարավոր է որոշակի թղթեր տրամադրել, հա, դիագնոզը, որովհետև կփորձեմ ես էլ ինքս իմ կողմից նաև արտասահմանում որոշակի ընկերություն կա, որը ցանկություն է հայտնել օգնել որոշ երիտասարդներին, հայ, փորձեմ փոխանցել նրանց նաև այդ թղթերը։ Դրա մասին մենք կխոսենք ավելի մանրամասն փոքրիկ դադարից հետո, սա կիսաբաց լուսամուտներն է, հեռու չգնաք։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ԱԹԻ-ի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են, ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Դեպի երազանքներ, կիսաբաց լուսամուտներից ներս, եթե նոր եք մեզ միացել, ապա ծանոթացեք մեր այսօրվա թեմային։ 25-ամյա Գրիգորն այսօր ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել։ 2011 թվականի ամառային հանգիստը Գրիգորի համար ճակատագրական եղավ։ 3 տարվա բուժումների արդյունքում Գրիգորի մոտ այսօր առողջական առաջընթացն արդեն նկատելի է։ 2011 թվականին տեղի ունեցածի, դրա հետևանքների եւ մանրամասների մասին երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում դեպի երազանքներ, կիսաբաց լուսամուտներից ներս։ Պարոն Լոքյան, վերադառնալով ուզում եմ շարունակել ձեզ հետ ձեր ծանոթությունը Գրիգորի հետ տեղի ունեցել գործի բերումով Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում։ Կհիշեք այդ օրը եւ դրանից հետո է որ հիմա դուք արդեն ոչ միայն
բժիշկ եւ պացիենտ հարաբերություններն ունեք, այլ նաեւ ընկերներ եք որպես շփվում։ 2011 թվականի սեպտեմբեր ամիսն էր, երբ Գրիշը այցելեց Կարմիր խաչի վերականգնական կենտրոն, սկսվեցին համապատասխան միջամտություններ, ֆիզիոթերապևտիկ, բուժական։ Սկզբնականում պարկելախոց ուներ, որը Վրաստանում լավ չէին վերամշակել, դրա պատճառով բավականին հետ ընկել էինք ֆունկցիայից իրար, հետ էր ամբողջ խնդիրը, որ մի փոքր թուլ էր իրան զգում, միջև այդ միջամտությունները տեղ ունեցան, նոր մենք սկսել ենք մեր ֆիզիոթերապևտիկ մոտեցումները, մանրամասները, ասենց ասեմ, սկզբնականում չէր կարողանում նույնիսկ անկողնու մեջ պտտվել, ձեռների ֆունկցիաները թուլ էին, չէր կարողանում ուտել գթալով, ոչ մի բաժակից չէր կարողանում օգտվել, բոլորը մենք սովորացրել ենք համապատասխան փուլերի ընթացքում։ Հայաստանում հասել ենք այն մակարդակին, սրանից ավել Հայաստանը ի վիճակի չի իրան օգնելու։ Դուք եկաք մինչ այն հարցը, ուր ես էի փորձում գնալ, ինչ է նշանակում հայկական բժշկությունը ունի որոշակի սահման, եւ երբ մենք ասում ենք արտասահման, ուրեմն անսահման մի տարածք, որտեղ հրաշքներ են գործում։ Որքանով է դա այդպես եւ ինչու է հայկական բժշկությունը կանգ առնում ինչ որ մի կետում, որտեղից առաջ շարժվելու հնարավորություն պարզապես չկա, ինչն էլ դուք մատնանշում եք։ Չունենք համապատասխան սարքավորումներ, չունենք համապատասխան մոտեցում, այսինքն տվյալ մարդու հետ արտասահմանում աշխատում է 2-ից 3 կամ 4 ֆիզիոթերապիստ, իսկ Հայաստանում մենք աշխատում ենք մենագես կամ մի հոգի օգնականի հետ։ Արդյունավետություն չի տեղի ունենում այդ ամբողջը։ Իսկ արտասահմանում սարքավորումները համապատասխան են իրանց ըստ մակարդակի հիվանդների։ Շատ մոտեցումներ ուրիշ է, թիմային աշխատանքը ավելի մեծ, ավելի ուժեղ է, քան մեզ մոտ։ Վիրաբույժների մակարդակը ինձ թվում ներող լինեն, բայց պետք է մատնացուցեն, որ նույն ցողունային վերապատրաստում մեր մոտ չեն կարող կատարեն։ Ինչու եթե մենք սովետից ունենք, չգիտեմ, շատ ընդունված մի տեսակ ամուր բժշկություն, սա զուտ սարքավորումների խնդիրն է, թե նաև իմացությունների, գիտության, փորձի բացակայության։ Բոլորը միասին ավելի կարելի է ճիշտ ասել։ Պարոն Ներսիսյան, դուք համաձայն եք ձեր գոլեգայի հետ։ Այո, համաձայն եմ գոլեգայի հետ, քանի որ Հայաստանում սարքավորումները շատ սուղ են, չունենք սարքավորումներ վերականգնողական ոլորտում սայլակավոր հաշմանդամների հետ աշխատելուց շատ կաղում է ոլորտը։ Եթե մենք մանավանդ ունենք նման տեսակ թույլ օղակ բժշկության մեջ, ինչու չի ուշադրություն դարձրվում դրան եւ ինչի համապատասխան աջակցությունը չի ցուցաբերվում։ Դուք որպես մասնագետներ արդյոք բարձրաձայնում եք դրա մասին, որ դրա անհրաժեշտությունը, կարիքը։ Այո, ես ինքս անձամբ բարձրաձայնում եմ, քանի որ անցած 10 տարիների ընթացքում, այսինքն այս անցնող 10 տարիների ընթացքում նոր սկսել են ուշադրություն դարձնել առողջական շեղումներ ունեցող անձանց, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց։ Մինչ այդ չենք ունեցել հաշմանդամի համար նախատեսված երթևեկելի գոտիներ մեր քաղաքաշինության մեջ։ Եվ այդ առումով կարելի է շնորհակալություն հայտնել քաղաքապետարանից, որպեսզի աջակցությունը ցույց տալիս օգնում է հաշմանդամներին։ Շնորհակալություն հայտնենք ճիշտ է քաղաքապետարանին, որ իր գործն է արել։ Ինձ ավելի հետաքրքիր է ոչ թե հաշմանդամի համար հարմարեցված պայմանները, այլ նույն այդ հաշմանդամին ոտքի կանգնեցնելու հնարավորության դրսևորումը, այսինքն նույն Լոքյանի կողմից մատնանշված, բարձրաձայնված սարքավորումները եւ այլն, այն ինչին մենք ձգտում ենք կամ ինչի բացակայության պատճառով է, որ մեր բժշկությունը հնարավորություն չունի ապահովելու ցանկալի արդյունք։ Գոնե այս տաղավարում մենք լսել ենք մի քանի նմանատիպ պատմություն, որ ուժում պատկերացնել եւ կարելի դարձնել հնարավոր է միայն արտասահմանում եւ մեծամասամբ դա քննարկվում է որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքը։ Ես ուզում եմ այդ հարցին անդրադառնալ, քանի որ այդ վերջի տարիներին են սկսել ուշադրություն դարձնել նման խնդիրներին, դրա համար ժամանակի հետ կապված չեն կարողանում այդ տեխնիկաները, տեխնոլոգիաները, թե համապատասխան մասնագետները, որոնք պետք է վերապատրաստվեն արտերկրում, այլ ավելի ժամանակակից հզոր կլինիկաներում, քիչ-քիչ փորձում են ինչ-որ
կատարել գործողություններ, որպեսզի մենք նման խնդիրներին կարողանանք լուծում տանք։ Բացի այդ ուզում եմ նշել, որ բժիշկները, որոնք որ այսօր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք այնքան չնչին են վարձատրվում, որ լավագույնները մեկնում են Հայաստանից եւ փաստորեն մենք կորցնում ենք մեր առողջապահական ոլորտում լավագույն մասնագետներին։ Երևի լավագույններից շատերին, բայց ոչ բոլորին, որովհետև դա միանշանակ պնդում չի կարող լինել։ Բայց այնուամենայնիվ կոնկրետ այս դեպքում վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում հնարավոր չի, որ այս դեպքին լուծում տրվի եւ բոլորին այս պահին կոչ, ես իմ կողմից կփորձեմ մաքսիմալ օգնել, բայց ովքեր որ նայում են, թող անպայման փորձեն իրենց կողմից ինչ-որ աջակցություն ցուցաբերեն։ Հուսանք կլինի այդ աջակցությունը։ Գրիգոր, երբ մենք ձեր մասին թողարկումը պատրաստում էինք, հետաքրքրվում էինք այն տեսա, ֆոտո եւ մնացած նյութերի մասին, որոնք մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են։ Ինչու եք դուք ամբողջը անտեսում եք, ցույց չեք տալիս, ինքներդ չեք նայում։ Շատ նեղվում եմ, ճիշտ ասած, եթե նույնիսկ վիդեոյով կամ առաջ դեպքից առաջ ես ինձ տեսնում եմ, որ հիմա հիշում եմ, որ չեմ կարա շարժեմ, շատ նեղում ծանր եմ տանում։ Դուք առույգ կենսախինդ աշխատասեր տղամարդ եք։ Այո, սիրողական ֆուտբոլով եմ զբաղվել, հետո արդեն Թիֆլիսում կադրերի բաժնում ու Արքով Աջարքի մենեջեր եմ աշխատել։ Դուք այդ սիրողական ֆուտբոլը հենց որպես երազանք էլ այսօր մատնանշում եք եւ ցանկանում եք վերականգնել ուժերն ու շարունակել որպես ֆուտբոլի մարզիչ է։ Ավելի շատ ուզում եմ մարզիչ դառնալ ու ֆիզիոթերապևտ, քանի որ արդեն ճիշտ է բժշկական չեմ ավարտել, արդեն պրակտիկայից շատ բաներ կգտնեմ, ես իմ փորձից արդեն ես իմ վրա դրա համար երազանք։ Երազանքներով ապրող մարդ չեմ, բայց հույսը դա շատ լավ բան է։ Այսօր մեր տաղավարում է գտնվում մեր հեռուստատեսության ամենասպասված պրոյեկտներից մեկի մասնակիցը, Անի ողջույն, պայծառատես, նարեկաբուժ ամենակարևորը։ Երբ մենք պատմեցինք ձեր մասին, Անին միանգամից մեզ նկարագրեց ձեզ առանց տեսնելու։ Դա տեսիլքն էր, ինչն էր, Անի բարի երեկո, ուրախ